Ես նախագահի մամուլի քարտուղար էի։ Շատ վատ էր նյութական վիճակը։ Կարող է մենք էինք մեղավոր, դա վերաիմաստավոր, դա բացասական իմաստով։ Բացասական վերաիմաստավոր։ Ես դրականը նկատի ունեմ։ Հա, իսկ դրականը ես կարծում եմ բոլոր դեպքերում, չգիտեմ, բոլոր դեպքերում մարդ մնալն է։ Տարածքը, կամ չգիտեմ, եկամուտները, տպաքանակները, դիտումները եւ այլն, դրանք կարևոր են, բայց դրանք ամենակարևորը չեն։ Պարոն Աբրահամյան, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ուրախ եմ ձեզ տեսնել մեր տաղավարում։ Սիրով։ Պարոն Աբրահամյան, այլ չգիտեմ, մեզ դիտողները գիտեն թե չէ, բայց ես քաջատեղյակ եմ, որ դուք կրթությամբ երաժիշտ եք, կոնսերվատորիան եք ավարտել։ Ինչպես ստացվեց այդ անցումը երաժշտությունից դեպի լրագրություն։ Դա ինչ որ պատահականություններ, թե միտումնավոր դուք ինչ որ պահի որոշեցիք, որ այ պետք է Վիկոյից զբաղվեմ լրագրությամբ։ Դե եւ կարելի է ասել, որովհետեւ 83 թվականին դեռ 5-րդ կուրսում էի կոնսերվատորիայի, ինձ առաջարկեցին հաղորդումներ վարել երաժշտության մասին, պատանեկության համար։ Դա կոչվում էր Մեղեդի երաժշտական հանդես։ Եվ ես մտա այդ աշխարհը ASB1-ը, դա ամենամեծ տաղավարը, հա, հիմա էր պետական այն ժամանակ հեռուստատեսության եւ այս կամերաները, այդ միկրոֆոնները, այդ ամեն ինչը, այդ աշխարհը ինձ գերեց, այսպես ասած, եւ մինչեւ հիմա ես գերված եմ այդ աշխարհով, այսինքն ծերել են ինձ համար այն ժամանակից արդեն դարձել է շատ հարազատ եւ զուգահեռաբար զբաղվում էի նաեւ գիտությամբ, երաժշտագիտությամբ, նույնիսկ պաշտպանեցի տեխնացուական թեզը երաժշտագիտությունից, այսինքն արվեստագիտությունից ավելի ճիշտ, բայց հետո գիտեք նաև օբյեկտիվ պատճառներ է, սովետական միությունը քանդվեց, երաժշտագիտությունը, գիտությունը ընդհանրապես, ակադեմիան եւ այլն, դա դարձավ շատ դժվար բան, այսինքն դրանով հնարավոր չի ընտանիք պահել, դրանով հնարավոր չի եկամուտ ունենալ, իսկ լրագրությունը այնուամենայնիվ հնարավորություն տվեց ինչ որ չափով գլուխս պահելու։ Չնայած դա իմ ամենակարևոր խնդիրը չի գլուխս պահելը, բայց այնուամենայնիվ նաև լրագրությունն եմ սիրում, խնդիր չկա։ Իսկ երաժշտական կրթությունը ինչ որ նոր դիտանկյունից ամեն ինչին նայելու կամ չգիտեմ, այլ կերպ նայելու ինչ որ հնարավորություն տալիս է։ Անշուշտ։ Ընդհանրապես երեխաներին պետք է, եթե նույնիսկ նրանք երաժիշտ չդառնան, պետք է մի քիչ երաժշտություն սովորեցնել, որովհետև դա հնարավորություն է տալիս անցնել հերթականությունը, ռիթմը, այսպես ասած, իրադարձությունների, ինչը ինչից առաջ էր, ինչը ինչից հետո է, ինչը ինչքան տևեց, ինչը կրկնվեց, ինչը չկրկնվեց, դա երաժշտությունն է, դա նաև գրականությունն է, դա նաև կյանքն է, հա, ամեն ինչ հանգավորվում է մեր կյանքում, նաև պատմության մեջ, որպես պատմաբան կարող եք հաստատել։ Այսինքն, դա երաժշտությունը, դա ոչ միայն դու կանգնում ես աթոռին, հա, երեխան կանգնում է աթոռին, մի հատ բան է երգում, բոլորը ծափ են տալիս, հա, խնջույքին ժամանակ։ Դա այնուամենայնիվ ինչ որ ձևի ընկալում է, կյանքի ձևի ընկալում է, դա շատ կարևոր է։ Համաձայն եմ ձեզ հետ։ Հետաքրքիր դուք չգիտեմ գրել եք թե հարցերից մեկի ժամանակ ասացիք, որ ավելի լավ է ժուրնալիստիկայի ֆակուլտետը այսօր չավարտեն լրագրողները։ Այդքան ուղիղ չեք ասել։ Ուղիղ չեմ ասել։ Դե լավ, ուրեմն ես երևի շատ ուղիղ ձևակերպեցի։ Ամեն դեպքում երևի ունենալ ինչ-որ հարակից ուրիշ կրթություն ունենալ, թե խնդիրը այսօրվա ժուրնալիստիկայի ֆակուլտետին է վերաբերում։ Դե ցանկալի է։ Նախ կա հիմա չգիտեմ բոլոնյան սիստեմա, գիտեք, չէ՞, կա բակալավրիատ եւ կա մագիստրատուրա։ Այդ մագիստրատուրան ես բացարձակապես չեմ հասկանում, որովհետեւ ժուրնալիստ գիտնական այդքան բոլոր բուհերում ժուրնալիստ գիտնականներ պետք չեն, հա, մագիստրատուրա երբ որ ավարտում է, ուրեմն նա պետք է տեսականորեն զբաղվի ժուրնալիստիկայով եւ ոչ թե։ Իսկ ասացեք խնդրեմ, որ մի գործատերը պահանջում է աշխատողից, որ նա անպայման մագիստրատուրա ավարտի։ Սկի բակալավրիատ էլ ես եւ դուք բակալավրիատ չենք ավարտել։ Համենայնիվ ժուրնալիստիկայի ֆակուլտետի։ Այո, հա։ Այսինքն դա խնդիր է, բայց ցանկալի է իհարկե։ Եթե հիմա մանավանդ, երբ բոլորը ամեն ինչ մեկնաբանում են, բոլորը ամեն ինչի մասին կարծիք ունեն, չէ, բոլորը բոլորին քննադատում են, չգիտեմ, նվաստացնում են եւ այլն, հիմա պրոֆեսիոնալիզմը հարյուրապատիկ ավելի կարեւոր է դառնում։ Եվ
Եթե դուք ասենք պատմական հաղորդումներ եք վարում, հա, պատմության մասին, որը կարծում եմ շատ կարևոր է, շատ լավ կլինի, որ դուք նաև պատմաբան լինեք։ Եթե մշակույթի մասին է, շատ լավ է, որ մշակույթից պատկերացում ունենք, որ տրամբոն ասենք թավջութակից կարողանաք տարբերել, հա։ Այսինքն կարևոր է նաև երկրորդ, եթե ոչ ֆորմալ, ապա ոչ ֆորմալ կրթությունը շատ կարևոր է։ Ըստ էության ոնց որ կարող է նաև լինել նեղ մասնագիտացում լրագրության ինչ որ չգիտեմ տնտեսական Այո, կարող է, նա կարող է նաև կուրսեր անցնել, նա կարող է նաև ինքնուրույն պարապել, բայց ես կարծում եմ հիմա քանի որ բոլորը ամեն ինչի մասին ասում են, հա, ընդհանրենք Նոբելյան մրցանակի դափնեկիրը ասում է, որ ֆիզիկայից այսպես, տակը 0 կրթություն ունեցող մարդը կարող է գրել ինչ է շեշ խոսում, չէ՞, այդպեսի բան կա։ Այսինքն հիմա գնահատականները, հեղինակությունները չկան եւ առավել կարեւոր է պրոֆեսիոնալիզմը, առավել կարեւոր է գիտելիքները լրագրողների մեջ։ Իսկ այոնք սոցիալական հարթակները ձեր կարծիքով այս իրավիճակում ինչ դեր են խաղում։ Նկատի ունեմ բոլորին արտահայտվելու հարթակ է տրված եւ կարող են արտահայտվել բոլորը։ Ձեր կարծիքով դա ինչ պլյուսներ ունի եւ ինչ մինուսներ։ Դե որ բոլորը կարող են արտահայտվել, որ այլևս ընդհանրապես լրատվամիջոցներ փակել, լրատվամիջոցներ հետապնդել եւ այլն, չնայած բոլոր իշխանությունները աշխարհի, նաեւ Հայաստանի բոլոր իշխանությունները այդպիսի երազանքներ միշտ ունեցել են եւ ունեն, հա, բայց առանձնապես իմաստ չունի, որովհետեւ եթե ես ուզենամ ինքն արտահայտվեմ, ես կարտահայտվեմ, չգիտեմ, փոքր վիդեոների միջոցով, որոնք տանն եմ նկարում, ինչպես եւ անում եմ, երևի գիտեք։ Եվ դա պլյուսն է։ Մինուսը այն է, որ չկան հեղինակություններ, հա, չկան մարդիկ, որոնք համընդհանուր ճանաչում ունեն եւ նրա խոսքը կարեւոր է, հա, ում խոսքը ուզում եք վերցրեք։ Տիգրան Մանսուրյանի, չէ՞, կարող են տակը գրել, որ նա վատ մարդ է, կարող են, չէ՞, կարող են վարկաբեկել, կարող են ասել դու ծառայում ես սրան կամ ցանկացած մարդու մասին, հիմա կարող են ամեն ինչ գրել եւ պաշտպանվելը բացարձակապես ադիմաստ է։ Այդ որ հիմա ասացիք այդ մասին հիշեցի որ շատերը չեն ուզում գալ ինտերվյուների հենց միայն այդ պատճառով, որովհետև ասում են խուսափում ենք այդ մեկնաբանություններից, այնտեղ ինչ ուզում գրում են։ Եթե այդպես լիներ, ես ուրեմն իմ վիդեոների տակ, գիտեք, ես չեմ նայում։ Նայեք, ես դնում եմ, եթե հետաքրքիր է ասեմ, ես դնում եմ տարբեր հարթակներում, հա, գիտեք, որ տեսագրություններ եմ անում ոչ միայն քաղաքական թեմաներով, այլև երաժշտության մասին, գրքերի մասին, չգիտեմ, հոգևոր խնդիրների եւ այլն։ Եվ ես դնում եմ դրանք այսինքն տալիս եմ որ դնեմ Facebook-ի մեկնաբանությունները ընդհանրապես չեմ կարդում։ Տալիս եմ Առավոտի YouTube-ի էջում, այնտեղ մեկ-մեկ կարդում եմ, իմ YouTube-ի էջում այնտեղ էլ եմ մեկ-մեկ կարդում եւ Instagram-ում։ Եվ ասենք 10 կամ 5% եմ կարդում, որովհետեւ գիտեմ թե ինչ են նրանք գրելու։ Ես գիտեմ, եթե դուք թույլ տաք, ինչ են նրանք գրելու այս տեսագրության տակ։ Ես գիտեմ, դրա համար ես արդեն վստահ եմ, ինչ են մարդիկ սովորաբար գրում հարթակներում։ Ես խոսում եմ, չգիտեմ, Բեթհովենի 9-րդ սիմֆոնիայի մասին, տակը գրում են, մենք գիտենք դու ով ես, մենք քեզ վաղուց ենք ճանաչում, հասկանու՞մ եք։ Այսինքն, եթե ինձ վաղուց են ճանաչում, ես վատ կողմից, ապա ես Բեթհովենի սիմֆոնիայի մասին չեմ կարող գրել։ Մի մասն էլ այդ բոտերն էլի կեղծ օգտատերեր են, այնպես չի որ բոլորը, որովհետև ես մեր լրագրողների նյութերի տակ էլ երբեմն նայում եմ, կարդում։ Կառուցողական ինչ որ բաներ, դիտարկումներ շատ քիչ լինում են, բայց երբեմն հանդիպում են։ Չգիտեմ, արագ եք խոսում, ընդհատում եք կամ չնման բաներ, որ դու փորձում ես հաշվի առնել ամեն դեպքում քո աուդիտորիան է։ Պարոն Աբրահամյան, ուզում եմ ետ վերադառնանք էլի եւ սկսենք այնտեղից, երբ դուք սկսեցիք դասավանդել, կարծեմ Դդմաշանի դպրոցում, այդ տարիները ձեզ ինչ տվեցին։ Ինչ ասել է դասավանդել ձեզ համար ուսուցիչ լինել եւ կոնկրետ այդտեղ։ Ընդհանրապես ես այլ պայմանների պարագայում դեմ չեմ լինի ուսուցիչ աշխատել եւ իմիջիալից ես ավարտել եմ նաեւ Խաչատուր Աբովյանի համալսարանի վերջերս պատմական ֆակուլտետը, այնտեղ հասարակագիտության դասատու եմ։ Ես ուզում էի հասարակագիտության դասատու նաև աշխատել, այսինքն ես դեմ չեմ դասավանդելում եւ այնտեղ էլ դասավանդելը ինձ շատ բան տվեց, առաջին կոլեկտիվն է որտեղ մտել եմ, այն ժամանակ 83-86 թվականին մեծ դպրոց էր, մի քանի զուգահեռ դասարաններով, լուրջ էին վերաբերվում ուսումնական process-ին, ես երգերաշտություն էի դասավանդում, նույնիսկ երգերաշտությանն էին լուրջ վերաբերում, այնպես որ դա ինձ համար շատ լավ փորձ էր։ Իսկ երկրի ճանաչողության հարցում դա ինչ որ բաներ բացահայտես ձեզ համար։ Չէ՞ որ Երևանում չէիք ամեն դեպքում։ Դդմաշենում, հա, այսինքն այնտեղի բարքերի, հա, սևանցիների, Սևանի շրջանն էր դա, հա, այնտեղի բարքերի, այնտեղի մտածողության ինչ որ չափով, այո, ճիշտ եք։
Պարոն Աբրահամյան, հետաքրքիր է, երբ ձևավորվեց Արամ Աբրահամյանը ու ինչի շնորհիվ, ասենք, ընտանիքում, չգիտեմ, ինչ-ինչ հանգամանքների, արվեստի, կրթության, այդ ժամանակահատվածը, երբ դուք վերջնականապես ձևավորվեցիք որպես անհատ, դուք կարծում եք ես մինչև վերջ հիմա ձևավորվել եմ։ Ես գիտեմ, որ դա անverջ ընթացք է, բայց ամեն դեպքում ինչ որ հիմք կա, այդ հիմքը արդեն ձևավորվում է, դրա վրա արդեն տարիները գումարում են ինչ որ նոր բաներ, բայց այդ հիմքը այնուամենայնիվ դրվում է ինչ որ տեղ եւ ինչ որ ժամանակ։ Կդժվարանամ ասեմ ճիշտն ասած։ Ես սկսել եմ գրել սկզբից ռուսերեն, որտեղ իմ սկզբնական կրթությունը ռուսական է 8 տարեկանից։ Եվ գրելը ինձ համար շատ հաճելի էր միշտ։ Ես այդ ժամանակ սկսել եմ այդ առումով ձևավորվել։ Դե բնականաբար ընտանիքը, ծնողները, գրքերը, որոնցով ես շրջապատված էի եւ եմ, եւ ծնողներիս գրքերը բարեբախտաբար հիմա իմ մոտ են եւ մի քանի պատ զբաղեցնում են այդ գրքերը, եւ իդեպ ես մտածում եմ, որ էլ ոչ ոք այդ գրքերը չի կարդալու, գուցե։ Եվ դրա համար նաև ես այդ գրքերը հակիրճ շարադրում եմ, որպեսզի գոնե վիդեոյի, գոնե 8 րոպեանոց վիդեոյի տեսքով դա տեսագրության տեսքով մնա։ Չեմ կարող ասել, թե երբ եմ վերջնականապես չեմ ձևավորվել, վերջնականապես ամեն ինչ շարունակվում է, բայց բոլոր դեպքերում, ինչպես եւ նորմալ բոլոր մարդիկ, երևի բուհը ավարտելուց հետո, ասենք 23-25 տարեկանում, այն հիմնական առանձնահատկությունները, որոնք ես ունեմ, արդեն ձևավորվել էին։ Իսկ օրինակ արվեստը մարդու ձևավորման մեջ ինչ դեր ունի եւ ձեր պարագայում ինչպեսի կգնահատեք դերը, որովհետեւ ես հասկանում եմ, որ դա ինչ-որ շարունակական էլի process է, բայց արվեստի ուժը այսօր կարծես թերագնահատված լինի։ Մենք ո գիտենք, թե ինչերի է ընդունակ, եւ նույնիսկ մի արվեստի գործը կարող է քո կյանքը բաժանել առաջի եւ հետո ձեր պարագայում այդպեսի բան եղել է։ Չէ, այդպեսի բան չի եղել, այն ինչպես Տոլստոյի Կրոյցերյան սոնատը, չէ, այդպեսի բան չի եղել, իհարկե, բայց ես իսկապես կարծում եմ, որ եթե ավելի ընդհանրացնենք ոչ թե արվեստը, այլև հոգևոր կյանքը, եթե դու ուշադիր ես հոգևոր կյանքի նկատմամբ, եթե դու ապրում ես հոգևոր կյանքով, այդ բոլոր մանր-մուներ անախորժությունները, որոնք անընդհատ մեզ հետ պատահում են մանավանդ հիմա եւ մանավանդ լրագրողների հետ, այսպես ասենք, հա, վեր ճանապարհը այսպես վարդերով պատված չի, բայց դու հասկանում ես, որ դրանք անցողիկ են։ Կան ինչ-որ հավերժ բաներ, դա է ինձ թվում արվեստի ուժը։ Ես գիտեք ինչ նաև նկատի ունեմ, ես հասկանում եմ ինչ եք ասում, որ դա ամբողջ կյանքում քեզ հետ է եւ ինչ-որ բացահայտումների, ինչ-որ զգացողությունների անverջ շղթա է, բայց երբեմն լինում են ինչ-որ գործեր, որոնք կարծես ինչ-որ շղարշ քո աչքերի դիմացից պատռան, ինչ-որ բաներ սկսում են անմիջապես բացահայտվել։ Ես դա նկատի ունեմ։ Չգիտեմ, իմ կյանքում այդպիսի բաներ եղել են, հիմա կդրվարանամ ասել, որ գիրքը կամ որ ստեղծագործությունները, բայց այդ զգացումը, որ ինչ-որ բան միանգամից պարզվեց ու հենց։ Հա, շատ բան, ես մեկը չեմ կարող նշել։ Օրինակ Մալերի սիմֆոնիաները, եւ Բրուկների սիմֆոնիաները, օրինակ Սոմերսետ Մոեմի գրքերը, հա, չգիտեմ, հիմա առանձնապես տարածված հեղինակ չի, հա, բայց այն ժամանակ, երբ որ ես էի կարդում շատ։ Չէ, մենք ենք Լուսին եւ 6 պենսանոց, ես հիշում եմ, դրանք էլ մեր պարտադիր ընդ որում այդ ձեր նշած գիրքը նաեւ արվեստագետի մասին է, չէ՞, նկարչի մասին է, ահա։ Այդ դուք հոգեվոր ճգնաժամից էիք նաեւ խոսում, ինչպես կարելի է այսօր հաղթահարել այդ ճգնաժամը, այդ գործիքակազմը ձեր կարծիքով ո՞րն է։ Ես ճգնաժամ բառ չեմ օգտագործել ճիշտ ասած, բայց ճիշտ եք, իհարկե միշտ էլ կա եւ միշտ էլ եթե խոսքը մեր մասին է, հա, լրագրողների կամ չգիտեմ մշակութային գործիչների, հիմա լրագրողը մշակութային գործիչ է նաեւ իմ կարծիքով, նա միկրոֆոն պահող չի, հա, որովհետեւ եւ տեքստ գրող չի, որովհետեւ երբեմն արհեստական բանականությունը կարող է միջին լրագրողից ոչ վատ տեքստ գրել, միջին, բայց ոչ լավ, հա, կարող է։ Նա մշակութային ինչն է մեզ համար կարևոր իմ կարծիքով, ուշադրություն չդարձնել, թե ինչ տպավորություն ես դու թողնում, հա, ամենակարևորը, այսինքն չփորձել բոլորին դուր գալ, որտեղ դա հնարավոր չէ, չփորձել նույնիսկ մեծամասնությանը դուր գալ։ Դա կարծում եմ շատ կարևոր առաքելություն է։ Դա նույնն է, թե չդավաճանել ինքդ քեզ ըստ էության։ Այո, իսկապես այդպես է, եւ այս կոմերցիալիզացիայի, հա, եւ քաղաքական կյանքի կոմերցիալիզացիա եւ մշակույթի այս պայմաններում շարունակել արհամարել լավ իմաստով, հա, լավ իմաստով սնոբ լինել, հա, դա շատ կարևոր է։ Այս շատ եմ էլի լսում եւ օտարերկրյա վերլուծաբանները եւ մեր վերլուծաբաններն ասում են, որ հիմա աշխարհը փոխվել է եւ այն միաբևեռ աշխարհից դարձել է արդեն բազմաբևեռ եւ եկել են ժամանակներ, երբ ամեն ինչ պետք է մի տեսակ վերաիմաստավորել։
Եվ չգիտեմ, դերում մարդկանց էլ է դա ինչ որտեղ վերաբերվում, եթե այդպիսի գլոբալ վերաիմաստավորումներ են, իսկ օրինակ Հայաստանի մասին ինչ կասեք, եկել է այն ժամանակ, երբ ամեն ինչ պետք է վերաիմաստավորել եւ ով կարող է դա անել եւ ըստ այդմ, եթե վերաիմաստավորի, ուր կարող ենք շարժվել։ Նայած ինչ եք հասկանում վերաիմաստավորման տակ։ Հիմա շատ բաներ վերաիմաստավորվում են, բայց բացասական իմաստով, հա։ Օրինակ երեխան Արցախից եկած երեխան նկար է նկարում տատիկ պապիկի, դա համարվում է հակապետական, վերաիմաստավորվում է, հա, ցեղասպանության համար կարող է մենք էինք մեղավոր, դա վերաիմաստավոր, դա բացասական իմաստով։ Բացասական վերաիմաստավորում։ Ես դրականը նկատի ունեմ։ Հա, իսկ դրականը ես կարծում եմ բոլոր դեպքերում, չգիտեմ, բոլոր դեպքերում մարդ մնալն է, հա, որովհետև մանավանդ այդ տեխնիկայի զարգացման եւ այլ դրա Մարդը ամենահետաքրքիրն է։ Այ պատկերացրեք վերամբարձկռունկը, հա, բարձրացնում է, չգիտեմ, տոննաներով քաշ, բայց մենք շարունակում ենք հետևել ծանրամարտին։ Այսինքն մենք հետևում ենք մարդուն, որը տոննաներով չի կարող բարձրացնի, բայց որի տանջանքը, որի սխալները, որի սայթակումները, որի մարդկային ձևավորումները ճիշտ են, մեզ համար հետաքրքիր են։ Նույնը ուսուցիչը, հա, չգիտեմ, արհեստական բանականություն շատ բան կարող է սովորեցնի երեխային, բայց մարդը ինչ որ բան է տալիս, որը արհեստական բանականությունը չի տալիս, հա։ Նույնը ցանկացած ոլորտ, երաժշտությունը, նույնիսկ ծրագրավորումը, որտեղ լավ ծրագրավորող այնուամենայնիվ պետք է լինի տաղանդավոր մարդ։ Իսկ միջինը կարող է արդեն մեխանիկորեն լինի։ Այսինքն մեխանիկականից վեր լինել, այսպես ասած։ Դա միայն Հայաստանին չի վերաբերվում։ Իսկ ինչ որ Հայաստանին է վերաբերվում, ճիշտ ասած, արդեն պետք է մտնենք քաղաքական ոլորտ, որի ցանկությունը ես առանձնապես չունեմ։ Հետագա մի փոքր կմտնենք, բայց այս բանը դերևս ոչ։ Ձեր ասածից ենթադրում եմ, որ արհեստական բանականության հայտնվելը մեր կյանքում ձեզ առանձնապես չի վախեցնում։ Չի վախեցնում, ինչպես գործիքի, հա, Պլատոնի մի երկխոսության մեջ փարավոնի մոտ գալիս է ուրեմն մի բան գիտնական, ասում է, գիտեք, ես բան եմ հորինել, գտել, գրելու ձև, տառեր, ես կարող եմ տառեր գրել, փարավոնը ասում է, բայց դա մեզ պետք է, դա մեր մտածողությունը չի սահմանափակվում, ուրեմն մենք չենք հիշում, թե ինչ ենք խոսում, չենք հիշում, թե ինչ է մեր դիմացինը խոսում եւ անպայման պետք է գրի առնենք, հա։ Այսինքն, եւ նույնը արհեստական բանականությունը, եթե դու օգտագործում ես դա ինֆորմացիա ստանալու համար, ինչպես ես եմ օգտագործում, այսինքն Google-ում 20 հատ զապրոս տալու փոխարեն, հա, ես մի հատ հարց եմ տալիս բանականությանը, այսինչ բանը երբ է տեղի ունեցել, ինչպես է տեղի ունեցել եւ այլն, դա արհեստական բանականությունը համախմբվելով համացանցում ինչ որ կա, նա բանա ինձ տալիս է ինֆորմացիա։ Այդ ինֆորմացիան ես օգտագործում եմ իմ տեսագրությունների, իմ հոդվածների համար, դա նորմալ է։ Բայց դու ես ասում ես մի հատ Լենայի մասին մի հատ շարադրություն գրիշ եւ նա սկսում է հիմարություններ դուրս տալ։ Այ դա արդեն հիմար սխալ է, ինձ թվում է։ Եվ հաճախ ինչ-որ մաթեմատիկայի խնդիրներ չի կարողանում լուծել։ Հաճախ քիքսեր է անում, քիքսեր է տալիս շատ ուժեղ, այո։ Կան այդպիսի բաներ։ Հա, ուղղակի բայց այստեղ պետք է գործիքակազմին ճիշտ տիրապետել, եւ ճիշտ կարողանալ։ Եվ անդադ վերստուգես։ Պարոն Աբրահամյան, այսօրվա մեդիա դաշտի մասին ինչ կասեք։ Արդյոք իր ֆունկցիաները լիարժեքորեն կատարում է այսօրվա մեդիա դաշտը եւ տարբերությունները կարող եք համեմատել, ինչ պրոգրես կամ ռեգրես է ապրել այն ժամանակից, երբ Հայաստանը անկախություն ստացավ։ Դե այն ժամանակ կային թերթեր, հա, որոնք շատ հեղինակավոր էին։ Երկիր թերթը ուներ 80000 տպականակ։ Ազգը 30-35,000 տպականակ եւ նրանք շատ հեղինակավոր էին, շատ եւ այնտեղ գրած է իհարկե պատասխանատվությունը բոլոր դեպքերում, եթե դու թերթում հոդված ես գրում եւ գրում ես տակը քո անունը, ես ի դեպ կողմ եմ, որ միշտ գրվի անունը, հա, նաեւ կայքերում, եթե գրում ես դու եւ խմբագիրը ինչ որ պատասխանատվություն ես կրում քո գրածների համար։ Նույնիսկ կարող են հիմարություններ, նույնիսկ կարող են զրպարտակներ, բայց դրանք ինչ որ պատասխանատվության չափ կա։ Հիմա, երբ որ nickname-ով կամ չգիտեմ bot-ը կամ չգիտեմ ով գալիս է եւ ինչ որ մի բան է գրում, նա ոչ մի պատասխանատվություն չի կրում։ Իհարկե պատասխանատվությունը իջել է, բայց դրա հետ միասին մենք հա լրագրողներից այն լրագրողները, որոնք հավատարիմ են պրոֆեսիոնալ եւ էթիկական սկզբունքներին,
ընդհակառակը պետք է բարձրացնենք մեր պատասխանատվությունը եւ քաղաքացիական եւ մասնագիտական։ Այս հարցի ես սովորաբար տալիս եմ բոլոր թերթերի խմբագիրների կամ գայքերի, ովքեր ինձ մոտ հյուր են լինում, ես ուզում եմ մի քիչ խոսենք քարոզչական պատերազմներից։ Չգիտեմ, եթե դուք հետևում եք հատուկ ուշադրություն դարձնում եք քարոզչական պատերազմներին, արդյոք մենք հաջողում ենք այդ պատերազմներում, եթե չէ, ինչու եւ արդյոք միայն լրագրողները այդ քարոզչական պատերազմներից կարող են ինչ-որ հաջողություն գրանցել։ Գոնե տոկոսային առումով ինչ-որ տոկոս։ Եթե խոսքը արտաքին քարոզչական պատերազմի մասին է, արտաքին, հա, ոչ թե ներքին, ապա ես կարծում եմ, որ այստեղ միայն լրագրողների խնդիրը չի, դա պետության խնդիրն է ի վերջո։ Մենք ունենք թշնամի իմ կարծիքով պետություն Ադրբեջանը, որը պետք է արժանին մատուցել նրանց, որ նրանք 30 տարվա ընթացքում միլիոններ, միլիարդներ են ծախսել պետությունը, ոչ թե լրագրողներն են ծախսել, այլ պետությունն է ծախսել քարոզչական պատերազմի վրա։ Այսինքն նրանք ենթադրենք, հա, շատ պրիմիտիվ օրինակ բերեն, Խոջալուն որպես ցեղասպանություն ներկայացնելու վրա ծախսել են միլիոնավոր, միլիարդավոր դոլար։ Եվ գրքեր եւ այլն, այսինքն դա զուտ լրագրողը կարող է լինել կատարող։ Ես չէի ցանկանա լինել կատարող, այսպես ասած, այդ քարոզչական պատվերների մեջ, եթե այդպիսի պատվերներ ինձ կային։ Մյուս կողմից ես չեմ կարող չլինել քաղաքացի, հա։ Ես չեմ կարող ասել, մի քիչ մենք ենք ճիշտ, այս պատերազմի ժամանակ մի քիչ ադրբեջանցիներ, չեմ կարող այդպիսի բան ասել։ Ես չեմ կարող ասել, որ ցեղասպանության համար մի քիչ մենք ենք մեղավոր, մի քիչ թուրքեր։ Ես բնականաբար ճշմարտության դեմ չեմ կարող գնալ, բայց երբ որ պատերազմ է, եւ այս վերջին պատերազմի ժամանակ կարող եմ ասել 44 օրյա, երբ որ նրանք, որոնց ես չեմ սիրում, չեմ ընդունում, ինչ որ մի բան էին ինձ խնդրում, բայց պատերազմի ժամանակ, ոչ հիմա բնականաբար չեն խնդրում, ես դա անում եմ, որովհետև ես այնուամենայնիվ այս պետության քաղաքացի եմ։ Ուզում եմ մի հարցեր տամ ձեզ պատմությունից, պատմության դասերից։ Շատերն ասում են, որ մենք պատմությունը պետք է այնպես սերտենք, որ կարողանանք դրանից դասեր քաղել, որտեղ ըստ էության պատմությունը դրա համար է նաև։ Ձեր կարծիքով ինչի համար է պետք սովորել պատմություն եւ քաղաքական գործչին անհրաժեշտ է իմանալ պատմությունը մյուսներից առավել թերևս։ Ես կարծում եմ, որ այո, Մարկ Տվենը ասել է պատմությունը չի կրկնվում, բայց հանգավորվում է։ Այսինքն 1920 թվական, 2020 թվական, Կարսի անկումը, Շուշիի անկումը, այսինքն նման չեն, շատ բաներով նման չեն այդ իրադարձությունները, բայց շատ բաներ նաև հանգավորվում են։ Դու պետք է, երբ որ ասում են պատմությունը չունի պայմանական ժամանակ, այդպիսի բան երբեմն ասում են, հա, ինձ թվում է դա սխալ է, դու պատմական ռեկոնստրուկցիա պետք է անես, այսինքն ինչ որ միտեղ հասնում ես ինչ որ մի ջրբաժանի, հա, ինչ որ 3 ճանապարհ կա, հա, այնուամենայնիվ պետությունը կամ քաղաքական գործիչը կամ հասարակական գործիչը ընտրել է դրանցից մեկը, ինչու է ընտրել եւ ինչ կլիներ, եթե նա ընտրել մեկ այլ բան։ Ինչ կլիներ, եթե Ռուսաստանում ճարտարապետական կարգեր չլինեին, լինեին ազատ ֆերմերական կարգեր, ինչպես Եվրոպայում է։ Այլ ճանապարհով կգնար, չէ՞, այդ երկիրը։ Այսինքն դու պետք է ռեկոնստրուկցիա անցկացնես, առավել եւս քաղաքական գործիչները, բայց քաղաքական գործիչները սովորաբար եւ հիմա առավել եւս օգտագործում են պատմությունը իրենց քարոզչական թեզերը առաջ քաշելու համար։ Օրինակ պրիմիտիվացնելով, հա, որ օրինակ ցեղասպանության համար ռուսներն են մեղավոր, հա, այսինքն իրենց քարոզությունը ինչ որ չափով դա ճիշտ է, բայց ամբողջ այդ դա մի puzzle է, այսպես ասած, մի տարե այդ թեզերն են նաև մեջում, ես նկատել եմ, որ կրկնում են հաճախ թշնամու թեզերը, իբր հա, այդ թշնամու թեզը, հա, խելոք մնայիք բան չեն է, ցեղասպանություն չէ։ Դա puzzle-ի մի հատ հատված է, ամբողջ puzzle-ը պետք է տեսնել, եւ դա իհարկե քաղաքական գործիչներից որոշակի ինտելեկտ է պահանջում։ Իսկ քաղաքական գործիչը անպայման պետք է ունենա մասնագիտական կրթություն, ձեր կարծիքով։ Չեմ կարծում, որ պետք է անպայման ունենա, բայց նա պետք է ունենա սովորելու եւ ուրիշների լսելու ունակություն։ Ռոնալդ Ռեյգանը, չգիտեմ, մեծ ինտելեկտուալ չէր, բայց նա կարողանում էր, նա ամեն շաբաթ կամ շաբաթը մի քանի անգամ հավաքում էր այս կամ այն ուրեմն ոլորտի մասնագետներին եւ նախաճաշում էր նրանց հետ, հարցնելով նրանց կարծիքը։ Ես կարծում եմ նա պետք է լսելու ունակություն ունենա եւ ինքնազարգանալու հնարավորություն ունակություն ունենա, որը, ինչպես տեսնում ենք, հիմա մենք չենք նկատում։
Պարոն Աբրահամյան, կարծում դա թերևս այս բանը հնարավոր չէ, բայց այնուամենայնիվ, եթե հնարավորություն ունեք խորհուրդ տալու երկրի վարչապետին, ինչ խորհուրդ կտայիք։ Առաջին երկու խորհուրդները գոնե։ Ես մի խորհուրդ կտամ հրաժարական տալ, որովհետև տեսեք, անկախ նրա մտադրություններից, բարի են թե չար են, անկախ նրանից նա ինչ ծրագրեր ունի կամ չունի, այնուամենայնիվ պարտված ղեկավարը չի կարող հիմա առաջ տանել երկիրը։ Նա պատերազմում պարտված ղեկավար էր։ Նա հիմա չի կարող ինչ էլ անի, նա ստիպված կլինի կատարել հաղթող կողմի, այսինքն Ադրբեջանի պահանջները։ Գուցե նա պայմանավորված չի, չգիտեմ, գուցե ուրիշներն նրան ստիպում չեն ստիպում, դա կարևոր չի։ Կարևորն այն է, որ նա չի կարող չկատարել այն, ինչ իրենից պահանջվում է։ Իսկ միթե դա իրենք չեն գիտակցում, թե գիտակցում են, բայց իրենց ուրիշ պահող բաներ կան։ Այդքան հիմար չեն, որ չեն գիտակցում։ Պարզապես աթոռը, ինչպես ասում են, քաղցր բան է։ Իսկ այսօրվա հասարակության վրա ազդելու առաջնային գործիքները ձեր կարծիքով որոնք են։ Բնականաբար համացանցը, լրատվամիջոցները, կայքերը դրանք ազդում են հասարակության վրա, ուզեք թե չուզեք։ Այն չափով, որով ես կարող եմ ազդել հասարակության վրա, բնականաբար ես չեմ ազդում։ Այսինքն ես միլիոնավոր հետևորդներ չունեմ, միլիոնավոր, չգիտեմ, լայքեր չունեմ եւ այլն, բայց ես դրան չեմ էլ ձգտում։ Պարոն Աբրահամյան, հետ նայելով ամբողջ անկախ Հայաստանի պատմության օրինակ կա մի ժամանակաշրջան, որ դուք համարում եք առավել լավ օգտագործված, առավել ինչ որ բաների հասած, էլի որ այս ժամանակահատվածում այս իշխանությունները կարող եք չնշել նույնիսկ հաջողել են եւ այդ շրջանը այսօրվա Հայաստանի իրոք կարևոր նշանակություն ունեցավ։ Հիշում եք այդպիսի շրջան կամ դուք կզարմանաք, եթե ասեմ։ Դա 92-94 թվականի պատերազմն էր։ Այն ինչ որ հիմա բնութագրվում է որպես ցրտի մթի տարիներ։ Ես կարծում եմ, որ այն ժամանակը դա այն ժամանակահատվածն է, երբ որ իշխանությունը կարողացել է կատարել իր արժև դրած խնդիրը, այսինքն պաշտպանել Արցախը եւ հասցնել ինչ որ մի զինադատարի, որը մեզ ձեռնտու էր։ Դա իմ կարծիքով շատ վատ էր, ես նախագահի մամուլի քարտուղար եմ, շատ վատ էր նյութական վիճակը, նույնիսկ այնտեղ նախագահականում լույս չկար, դիժոկ էին միացնում եւ ասում էին լույսը մի վառեք, հա, աշխատավարձը շատ ցածր էր, ամեն օր պայթեցնում էին երկաթուղին եւ օրեր էին լինում, երբ որ մի, ասենք, վագոն բան ունեինք, ցորեն ունեինք կամ մի ցիստերնա բենզին ունեինք, այդ ամեն չկար, բայց այդ ընթացքում շնորհիվ իհարկե չեմ ասում, որ ինչ որ հանճարեղ ղեկավարություն, շնորհիվ իհարկե մեր ժողովրդի ճիշտ տրամադրության մենք կարողացել ենք հասնել հաջողությունների։ Այդ տրամադրությունը ես փոքր էի, բայց ես հիշում եմ, մարդիկ պայքարելու կամք ունեին եւ հավատում էին, որ ի վերջո այդ ամենը կավարտվի հաղթանակով։ Իսկ այսօր տեղի ունեցել, կարծում եմ, հոգեբանական առումով սարսափելին, կարծես բոլորը հաշտվել են պարտության հետ։ Կտրված են։ Պարտության հետ հաշտվել են։ Եվ դրանից ինչպես կարելի դրանից դուրս գալ, միայն հաղթելով։ Դե տեսեք, ես կարծում եմ, որ ինչպես է ձևավորվել 88 թվականը, չգիտեմ, հետաքրքիր է թե չէ, հետաքրքիր է, ինչպես է ձևավորվել այդ մարտական ոգին, որը օգնեց հաղթել։ Այնուամենայնիվ նախորդ տարիների խորհրդային ցենզուրայի պայմաններում, բայց նախորդ տարիների հայրենասիրական դաստիարակության վրա, հա, այսինքն Պարուր Սևակի, չգիտեմ, Շիրազի, Մինասի, Խաչատրյանի, չգիտեմ, Բաբաջանյան, այդ ամբողջը տալիս էր մեզ, ասում են հիմա, որ այդ ամբողջը KGB-ն է կազմակերպել ռուսական, բայց ես չեմ հավատում դրան։ Գուցե թույլատրել են ինչ-ինչ պատճառներով, հա, բայց 60-ական թվականների կեսից մարդկանց մեջ արթնացրել են արժանապատվությունը, չնվաստանալու, անցյալը հիշելու եւ անցյալի դասերից քաղելու, անցյալի պատմությունից դասեր քաղելու այդ բանը։ Ես կարծում եմ, որ այդպես ենք մենք հասել 88 թվականի շարժմանը եւ այդպես ենք մենք հասել 92-94 թվականի հաղթանակին։ Հիմա դրանից հետո իհարկե իշխանությունները իրաց շատ վատ են պահել եւ այլն, այդ բոլոր բաները հայրենասիրական ճառերը այլևս ոչ ոք չէր հավատում, որովհետեւ նրանք ուտում խմում էին, այդ ամեն ինչը կա, հիմա ինչ որ չափով
այնուամենայնիվ ազգային արժանապատվությունը մարդկանց մեջ պետք է արտնացնել։ Չեմ ասում Ստամբուլը դարձնենք արյանցով, այդ հիմարությունները չեմ ասում, բայց ուզում եմ ասեմ այն արժանապատվությունը, որը օգնում է քեզ անտարբեր չմնալ։ Հիմա մարդիկ կարծում եմ շատերը անտարբեր են։ Այս երկիրը Հայաստան է կոչվում, թե չէ։ Մարդիկ անտարբեր են։ Այստեղ Ադրբեջանն է իշխելու, թե մենք ենք իշխելու։ Այդ անտարբերությունից դուրս գալու։ Եմ չէ արժե համակարգերի խնդիր է կարծում։ Այն արժեքները, որին հավատում էին տարիներ առաջ, այսօր կարծես իրենց համար զրոյացել են։ Չեն հավատում, իհարկե։ Ես կարծում եմ, որ դա էլ մեր առաքելություններից մեկն է։ Վերադարձնել ժողովրդին իր արժեքներին։ Իր, արժանապատվության զգացումը։ Նկատի ունեմ ամեն դեպքում շատ են ասում, չէ, որ մեծ արվեստով ապրում է ժողովրդին ինչ-որ մի փոքր հատված, բոլորը չէ որ կարողան այդ մեծ արվեստով ապրել։ Իսկ կարող է այնպես լինել արվեստի այնպիսի բարձր գործ ստեղծել, որը կազդի ավելի լայն մասսաների վրա, եւ այսօր հնարավոր է այդպիսի արվեստի գործեր ստեղծել, որտեղ կարծում եմ, որ դա այսօր վճռորոշ նշանակություն կունենա, որովհետեւ այն 30 տարվա ընթացքում նույն ցեղասպանության մասին, Արցախի մասին այնպիսի արվեստի գործեր չստեղծեցին, որ շատ արժեքավոր լինեին, բայց միևնույն ժամանակ շատ հանրային լինեին, էլի, հանրային տարածում։ Չկար պահանջարկ երևի դրանից, երևի ցինիզմը, որը մտել էր, կարծում եմ, կար։ Հիմա էլ կա ինչ-որ հայկականի պահանջարկ, ես անընդհատ ուզում եմ հայկական լավ ֆիլմ դիտել, հայկական նոր լավ գիրք կարդալ, բայց առաջարկը կարծես պահանջարկին չի համապատասխանում։ Ես կարծում եմ, եթե կծանվեն իհարկե այդպիսի բաներ, բայց արվեստը բոլոր դեպքերում էլիտար է մնալու, բարձր արվեստը։ 76 թվականին ես ուրեմն թե 74 չեմ հիշում, մի խոսքով 70-ների կեսերին դեռ Չայկովսկիում էի սովորում։ Լսեցի Տերտերյանի 3-րդ սիմֆոնիան։ Եվ այն ժամանակ հանդիսատեսը ծիծաղում էր, որ դա ինչ երաժշտություն է։ Ավետ Տերտերյանի 3-րդ սիմֆոնիայի մասին։ Հետո դա դարձավ շատ պոպուլյար եւ հիմա մանավանդ երրորդ մասը հիմա բոլորը լսում են որպես շատ դասական երաժշտություն կամ Փարաջանովի ֆիլմերը հիմա Փարաջանովի ֆիլմերը բոլորն են հասկանում չեմ կարծում բայց դա բոլորը չեն դիտել նրան գույնը չէ որը տիպիկ հայկական ազգային շատ կարեւոր բան է հիմա ինչ պոպուլյար ֆիլմ է չեմ կարծում բայց դա այնուամենայնիվ մեր մշակութային առանցքներից մեկն է Այսինքն լայն հասարակությանը որպեսզի ավելի բարձրացնել ինչ որ մակարդակի վրա ինչ է անհրաժեշտ։ Պետք է բարձրացնել, ոչ թե իջնել։ Այսինքն դու ոչ թե Ես հասկանում ճանապարհներն եմ ուզում հասկանալ, որովհետև այսօր կարծում եմ դրա կարիքը կա, որ ամեն երկրորդ տաքսին երբ որ բացում եմ, ես բան չունեմ ասելու, կարծիքները տարբեր են լինում, բայց միթե ռաբիզը կարող է այդ աստիճանի մասսայական լինել։ Ես նկատի ունեմ դա վերադարձ հայկականին կամ արադարձ հայկականին կամ բարձրարվեստ։ Իմիջիայլոց երբ որ ես դպրոցական էի եւ ուսանող Զեյնաբ Խանլարովայի համերգներին ստադիոնում լիքը մարդեր գալիս։ Այնպես որ այդ մենակ հիմիկվա խնդիրը չի։ Այնուամենայնիվ ինչ է պետք անել, եթե ոչ արվեստը վերցնենք, այլ մեր խոսակցությունը։ Այս հաղորդումը ինչ է պետք անել, որ 1 միլիոն մարդ այս հաղորդումը նայի։ Պետք է մի հատ հայհոյանք տալ, չէ՞։ Որպեսզի մենք իջնենք այդ մակարդակին եւ այդ հայհոյանքը մարդիկ լսելով ուրախանան ու այդ նույն տաքսիստները մի հատ հայհոյող հայրենակից ունենք Լոս Անջելեսում լսում են չէ այդ հայհոյանքները եւ մեկը ուրեմն լսում է ես ընդհանրապես ոչ մի բան չեմ լսում եւ զգաց երևի տաքսիստը որ տհաճա ասեց պարոն Աբրամյան ես հասկանում եմ որ դա ձեզ դուր չի գալիս բայց ախր շատ ճիշտ բաներ է խոսում հասկանում այդ ճիշտ բաները չխոսենք Չէ, մեկ էլ մի բաներ կա որ շատ են լսում, բամբասանքը, ուրիշի անձնական կյանքի քննարկում։ Ես հավատացնում եմ ձեզ, որ դա 100,000-ների դիտումներ ունի։ Այո, եթե մենք ինչ-որ մեկի այս մեկը բաժանվել է։ Ես երբեմն ուրեմն սոցցանցերում տեսնում եմ, այս ինչը այս ինչից բաժանվել է կամ այս ինչը այս ինչի մասի կհայտարարի թե երբ է ինքը բաժանվելու, հա? Ինձ ոչ էս է հետաքրում, ոչ այն է հետաքրում ճիշտ ասած էլի, չգիտեմ դա ում է հետաքրում։ Այս բոլոր հարցերը որ ձեզ տալիս եմ, գիտեք ինչի համար է, ես չգիտեմ մեր լրագրողներից, արվեստագետներից փորձում ինչ-որ ճանապարհներ, իրենց կարծիքով ինչ-որ ճանապարհներ ուղենշել, ինչպես այս ամենից դուրս գալ, այս իրավիճակից, քաղաքական ճգնաժամից, հոգևոր ճգնաժամից։ Դե մենք մեկ գործը պիտի անենք, եթե մարդիկ, հա, որոնք դրական են տրամադրած, ամեն ինչի հետ համաձայն եմ, ինչ որ դուք ասում եք, հա, ձեր տեսագրություններում, դուք ասեք ինչ անել, ինչ է պետք անել, հա Այդ ինչ պետք է անել այնուամենայնիվ առաջին հերթին պետք է ասեն քաղաքական գործիչները։
ոչ թե մենք, հա։ Մենք կարող ենք հուշել, մենք կարող ենք ասել, այս մի քիչ էսպես է, մի քիչ այնպես է, բայց առաջին հերթին պետք է քաղաքական ուժերը, դրական, իշխանական, անդիմադիր բոլոր քաղաքական ուժերը դա պետք է, դա նրանց գործն է։ Քաղաքական ճգնաժամը կարելի է հաղթահարել քաղաքական գործիքներով։ Իսկ այդ գործիքներին մենք, դուք եւ ես չենք տիրապետում։ Դե մենք շուտ խոսենք առավոտից։ Ինչ փոփոխություններ կան այսօր առավոտում եւ ինչպիսին է առավոտն այսօր։ Օգոստոսի 1-ին լրանում է առավոտ թերթի 32-ամյակը, պատկերացնում եք։ Շատ մի քիչ կշնորհավորեմ ձեզ, լավ, լրանանոր։ Այո, ամբողջ կյանք։ Դժվար է, որովհետեւ մենք երբեք որևէ իշխանություն մեր աչքի լույսը չի եղել, իսկ հատկապես այս մեկը, եւ մենք էլ նրանց աչքի լույսը չենք եղել, մեղմ ասած, դժվար է, կլինեն դժվարություններ, հնարավոր է կլինեն հետապնդումներ, ամեն ինչ արվելու է, որպեսզի մեր ձայնը կտրվի, բայց ես լավատես եմ այն առումով, որ հասկանում եք տարածքը կամ չգիտեմ եկամուտները, տպաքանակները, դիտումները եւ այլն, դրանք կարեւոր են, բայց դրանք ամենակարևորը չեն։ Կարևորը առավոտը կոպիտ ասած այստեղ է, հա։ Իսկ այստեղից ոչ ոք չի կարող անել, հա։ Եթե մանավանդ ամուր է նստած այնտեղ։ Ես կարող եմ փողոցում լինել, հա, ես կարող եմ ընդհանրապես տունել չունենամ, բայց միևնույնն է ունենամ այն մտքերը, որոնք կարտահայտում են։ Պարոն Աբրահամյան, 2019 թվականի ձեր հարցազրույցներից մեկն էի կարծում, տպագիր այնտեղ դուք ասել եք, որ եւ այնուամենայնիվ այս երկիրը մի օր կբարգավաճի, դուք դեռ այդ կարծիքին եք։ Այո, ես կարծում եմ, որ կբարգավաճի, դա իմ կյանքի օրոք տեղի չի ունենա, բայց դա հաստատ տեղի կունենա, որովհետև այնուամենայնիվ մեր ժողովուրդը այնուամենայնիվ ինչ որ մի հիմնական բնազդով, այսպես ասեմ, ինչ որ առողջ բնազդ ունի եւ ինձ թվում է նա կգտնի քաղաքական ուժերի եւ նաեւ մտավորականության օգնությամբ կգտնի ճիշտ ճանապարհը։ Բայց ախր հիմա այնքան է փոքրացել, այդ արտահայտությունը ես էլի շատ լսել եմ, որ անպայման Հայաստանը կվերագտնի, իրեն կհառնի որպես Փյունիկ եւ շատ պատմական ժամանակաշրջաններում, բայց հասել ենք մի պատմական հանգրվանի, որ արդեն կարծես նահանջելու տեղ էլ չկա։ Չկա, որովհետեւ պետության գլխին է վտանգը, հա։ Ոչ թե մեր էթնոսի, մենք հայ կմնանք, ոչ թե նույնիսկ Հայաստան բառի, այլ Հայաստանի Հանրապետության վրա վտանգ է կախված։ Եվ այդ վտանգը գալիս է մեր թշնամիներից, գալիս է Ադրբեջանից եւ Թուրքիայից, որոնց ստրատեգիական ռազմավարական նպատակն է, որ այստեղ հայկական պետականություն չլինի։ Եվ ներկայ իշխանությունը դա շատ լավ հասկանում է, բայց չհասկանալու տեղ է դնում։ Եվ դա սարսափելի կարծում եմ, մանավանդ որ տեսանելի է այդ ամենը եւ դա քեզ ինչ որ անուժության զգացում է պատճառում եւ դու տեսնում ես մենք փոքրամասնություն ենք ու չեք կարող որևէ բան անել այս իրավիճակում։ Դե լավ այլ ուտում խմում եք եւ այսինքն երբ որ ասում ես ինչ վատ բան կա, հասկանում եք, չէ՞։ Պարոն Աբրահամյան, վերջում ձեզ մի քանի բլից հարցեր ունեմ տալու։ Եթե ձեր կյանքի մանրաֆիլմ նկարահանվեր, ինչ ժանրի ֆիլմ կլիներ։ Թեթև մելոդրամա երևի։ Եթե կյանքը նորից ապրելու հնարավորություն ունեք, ինչ որ բան կփոխեք։ Ավելի լավ լեզուներ կսովորեի, ավելի շատ լեզուներ կսովորեի։ Հիմա փորձում եմ իհարկե, բայց հիմա չեն մտնում այդ բառերը։ Արցախում երբ եք եղել վերջին անգամ։ Վերջին անգամ ես եղել եմ Հայաստանի եւ Սփյուռքի լրագրողների հանդիպմանը, որը Սփյուռքի նախարարությունն էր կազմակերպել, դա մոտավորապես 13-14 թվականն էր։ Ինչ ասել է ձեզ համար գեղեցկություն հայկական ձևով։ Այն տարբերակելի է։ Կարծում եմ, որ այո։ Մեր գեղեցկությունը շատ զուսպ է, շատ ասկետիկ է, այն գեղեցկությունն է, որը գալիս է Նարեկացու եւ Կոմիտասի շեդևրներից։ Անդրեյ Բիտովկա, գիտեք, գրող, նա ասում է Վրաստանը, վրացականը խաղող է։ Հա, մի անգամից փոկում ես ուտում ես։ Հայկականը նուռ է։ Դու պետք է մեջինը բացես, ներքինը բացես, էլի։ Ինչ հետաքրքիր է։ Իսկ օտարերկրացիոն Հայաստանի մասին 3 նախադասությամբ ինչպես կպատմեիք։ Առաջին քրիստոնեական երկիր, որը
20-րդ դարում կարողացել է վերականգնել, փորձեր է արել վերականգնել իր պետականությունը եւ որը կանգնած է մարտահրավերների առաջ։ Պարոն Աբրահամյան, շնորհակալ եմ։ Ես Շատ հետաքրքիր ձեզ հետ զրուցել։ Շնորհակալություն։